կոկոսի սուբստրատն է պերլիտի հետ։ Ամենաարդյունավետ հողերից մեկն է արմատակարման համար։ Կոկոսի սուբստրատ նախկինում Հայաստանում չկար, հիմա արդեն կա։ Վաճառվում է բրիկետների տեսքով 25-25 երկարություն լայնությունը, 10-15 հաստությունը։ Դա դնում ես ջրի մեջ, 10 անգամ իր ծավալով մեծանում է, ուռում մեծանում է։ Հիմա իր մեջ աղային մաս է պարունակում, լվանում են, ստանում են ծովի ջրով։ Պետք է մի 3 անգամ եռացնես, կես ժամ, մի ժամ, հետո լվանաս, նորից եռացնես, որ աղային մասերը դուրս գան միջից։ Հիմա սա չերենոկներն է, պատրաստել ենք, պետք է տնկենք կիլչեվատրի մեջ։ Սա կիլչեվատրն է, տակից տակացում է, ուստեղ լավաշ կա տակը, լավաշը միանում է, տականում է, սա իր ռեգուլյատորն է, տեսեք հանգարվում եմ, տակը անջատվեց, երբ որ լույսը վառում է, տակի պլիտեն միացած է, ստեղ ջերմաստիճանն ասել է 21-23 աստիճան, միացած է, մի քիչ ավելի բարձրանա, մինչև 24-25, 25-ից ավելի չեմ թողնում բարձրանա, որտեղ երբ որ ջերմաստիճանը հասնում է 27-28 մինչև 30, կալյուս գոյանում է, բայց արմատ չի գցում։ Հիմա տնկիները տակերի մասը հավասարացրել եմ, ստեղ կա մի սանտիմետր հաստությամբ կոկոս հալեցրած իր ռելեի դաչիկը, նույնիսկ տարածա մի սանտիմետր բարձրության վրա։ Դնում եմ հիմա տնկիները ստեղ։ Հիմա լսում ենք կոկոսը։ Կոկոսը նախորդ թրջում ենք, որ ջուրը լավ քաշածնի ջանը, լավ սեղմ քամում ենք, որ ջուր չկաթա։ Այս խոնավությունը իրան բավական է 15-20 օր, 15-20 օրում արմատ է տալի։ Ուրեմն ինչքան հնարավոր է բարձր ենք լցնում, որ համ խոնավությունը ներքևի մասում շուտ չգոլորշիանա, համ էլ ինչքան խոնավ եղավ չերենոկն ինքան ավելի արագ ու լավ է հաճելում։ Մի հատ իրան շարժում ենք, որ ամբողջ տակով կոկոսը լցված է, նայեք հիմա հետևը չէր լցվել։ Ուղիղ 15 օրից սկսում է արմատ տալ, 20 օրից արդեն լրիվ արմատ եմ տալի։ Վերջ։